Թումանյան գյուղում ենք, բացահայտենք այսօր Թումանյանի գեղեցկությունը, լսարերը նայեք, ստեղ էլ ջրի ձեն եմ լսում, չի երևում, շատ խիտ է, բայց լավ վարար գետ է հոսում, փորձեմ բարձրանամ են վերևի մասերը, ընդեղից ձեզ ցույց տամ ինչա կատարվում, շատ գեղեցիկ է, հեռվից նայում ես հրաշք է, գույները նայեք, վերջն է, բարձրանանք այն ամենավերևի տների մոտ, հələ տեսեք ինչ հրաշք տեղ է, ինչ բնություն է, Թումանյան գյուղի վերևի մասն է, փոքր գետա կա հոսում, փոքր տուն է, առանձին տուն է, հրաշք, շատ նման է Վրաստանի բնության է այս մասը, հետաքրքիր է, ամբողջ տարվա ընթացքում է, ասես կանաչ թե մեկը չորանում է, այստեղ էլ տեղ կա, Հայաստանում կապ չունի որտեղ, մեկը պետք է Զիբիլանոցը լինի, անհնար է, ինչ-որ ճանապարհ է գնում ու ծառ եմ տենում, ինձ թվում է ինչ-որ նստելու տեղ է, ինչ-որ բիսեդկա գտնվեց, համուց քշվածները, քար է դրված, հեսա տեսնենք ինչ է գրված, ում համար, տեսեք ինչ գեղեցիկ խոսքեր է գրված, Թումանյան գյուղի վերնամասում եմ, բարձրացանք, էլ մեքենայի ճանապարհ չկար, ոտքով եմ հասես տեղ, նայեք ինչ բնություն է, Թումանյան գյուղի վերնամասում եմ, տեսեք ինչ հրաշք բնություն է, մեքենայի ճանապարհը վերջացավ, ոտքով եմ հասես տեղ, տեսա որ ճանապարհ է բերում, այստեղ քար է դրված ի հիշատակ մարդու, բայց նայեք ինչ լավ խոսքեր է գրված, կանգնիր անցորդ, կանգնիր նայենք իրար, գուցե մենք հանկարծ ժպտանք, չճանաչված մի բարեկամ ճանաչենք, հայի խոսքեր, պոպոքի ծառը, հələ մեծությունը, բա ջրի ձենը, բա ծիտիկների ծլվլոցը, հրաշք, ուղղակի հրաշք, հետաքրքիր է, էլի կա ճանապարհ վերև բարձրացող, դարակ առվակա, ինձ թվում է որ լավ մեքենա լինի, կարելի է հրաշք տեղ է ուղղակի, երևի թե սա արդեն վերջն է, մեքենայի ճանապարհի վերջն է, բայց հələ նայեք ինչ սարեր են, այս էլ է պոպոքի ծառը, չէ, պետք է մի հատ պալատկա առնել ու գալ ստեղ, մյուս կիրակի արժի գալ հենց այստեղ մի հետաքրքիր բան նկարել, գնամ ներքև, տեսեք ինչ տեսարան է բացվում, պոպոքի ծառը, օդը որ վերջն է, սա էլ իմ Ամանչկոտ գործընկերն է,
Երբևիցե չի սիրում նկարվել։ Անձրև սկսեց։ Всё, գրնո, ես չեմ գալի, ես մնում եմ ստե։ Բանիկ դու ես եթեմ։ Բանիկ որտան ես է կեթեմ։ Անապար է գնում, բայց հենապատը փլուզվել է անձրևներից։ Մենք տենանք ուրա տանում մեզ ճանապարհը։ Հա, տուն կա ստեղ, այգի է։ Փորձում եմ բարձրանալ այն վերևի մասը, ինձ թվում անդեղից вообще վերջը կլինի։ Ճանապարհի կեսը անցա, հեռվից շատ հեշտ է թվում, բայց արդեն նայեք ինչ հրաշք տեսարան է բացվում։ Ոյ, երևի լկեսն է չեմ անցե, շատ լավ վերելք է։ Ինչ գնացինք առաջ, վիզ ենք դրե պիտի հելնենք։ Ամենասխալը ճանապարհի կեսից հետ գնալն։ Այս մի 10 րոպե կբարձրանամ։ Ճանապարհի կեսն էլ էլի անցա, դուք նայեք ինչ է կատարվում։ Հələ ստեղ նայեք, են ինչ եմ հեռվում տեսնում։ Տունը, հրաշք տեղ է։ Հələ ծերը չի երևում, հեռվից նենց հեշտ էր։ Մնաց վերջը արդեն տենում եմ ուղղվում է, բայց ահավոր սուր փշեր են։ Այսպես ուրիշ ճանապարհ չկա, մի քիչ անպատրաստ ենք, դե բացվի։ Այո, հելանք, ես ինչ էշտ լավ ճամփայ։ Գնացինք։ Վախեցա, չգիտեմ ինչ էր, բայց ինչ-որ մի կենդանի շարժում նկատվեց։ Ոնց չլի։ Դե իրանք գարիլաներից վախում են, չէ՞։ Վախենալու էր։ Ժուչով։ Սենտի է։ Ան չմնաց, այն քարի վրա պետք է բարձրանամ։ Այո։ Շատ լավ ճանապարհորդություն էր, հասա վերջնակետին, դուք տեսեք ինչա կատարվում, սկսենք աջ կողմից, ինչ-որ ֆերմա է հին արդեն, չէ, հենա, աջ կողմը ոնց որ օգտագործվում է, նոր տանիք է, Թումանյան գյուղն է, իմ երազանքներից մեկը այստեղ տուն գնելն է, ուղղակի հրաշք վայր է,
ու ոնց որ ես այդ տունը տենում եմ, հեսա, միշտ երազել եմ ամենավերջնամասում, որ ֆոնին արդեն բան չլինի, տներ չլինեն, հրաշքը, հեսա վերջացնեմ, կգնամ մի հատ տեղել, հələ ստեղ նայեք, ուղղակի չես կարում կտրվել այս տեսարանից, սարերը նայեք, հələ ձնած է, Շվեյցարիա, եկեք լոռու մարզ, հələ ստե նայեք ինչ Շվեյցարիա է, հələ ստե, մի խոսքով հրաշք բարձունք էր, եմ որ հիացած եմ, հիմա ավելի դժվար ներքև իջնելն է, բայց այս ամեն ինչը տեսնելու համար արժեր ստեղ բարձրանալ, իստե, աննկարագրելի է, ուղղակի աննկարագրելի է, գնացինք, բեժո, աղտեր մենք ես բայլուս, բրատ, Իշկա ոնց եք, հեսա, այս տունն էի տեսե, վերևի մասից, հրաշք տեղը, հեսա, տենանք մարդ կգցնենք, ինչ-որ ինֆորմացիա վերցնենք, այս լքված տունը, շատ շուտվանից երևում աստեղ չեն ապրել։ Մի խոսքով որ ասում եմ, որպեսզի ցանկությունը կատարվի, պետքա վիզուալիզացնել, նայեք, ես տնն եմ տեսել, վերևից այդ հրաշք տեղը, սա փորձենք ինֆորմացիա հավաքենք, ինքը վերջի տունն է, այն կողմ էլ բան չկա, ես երևի իր հողատարածքն է, նայեք, ու ես էլ իր դիմացի տեսարանն է, ինֆորմացիա հավաքենք, միգուցե եւ ապագայում գնենք այս տունը ու մի հատ հրաշք բան սարքենք, հələ տեսեք այս տնից ինչ հրաշք տեսարան է բացվում, այս տունը վերևում էի տեսա ու ցանկությունը առաջացավ այսպես մի հատ տուն ունենալ, որ ինքը գյուղի վերջնամասում լինի, բայց հələ նայեք ինչ տեսարան ունի, առավոտը արթնանում ես ու այսպես վերջն է, այնտեղ կարանք բալկոնը բարձրանանք, ստեղ կարելի է ինքը քյարփինջից սարքած է, կարելի է կապծիլնյա սարքել, հենց լավ փագել, հատակ չունի, փլվել է ոնց որ, հիմնովին աշխատանք է պահանջում, բայց չկա անհնարին բան, հին փայտե հատակ է եղել, ստեղ էլ է վտանգավոր, չնայած երկաթե շվիլերներ են, ստեղ առավոտը արթնանում ես, դուրս ես գալի պատշգամբ ու այսպես տեսարանը, շտա պոպոքի ծառը շատ է խանգարում, բայց հրաշք